Ընդհանրապես մեր ձևով շարժման հիմնական առանձնահատկությունը արժեքային համակարգերի տարբերությունն է գործող իշխանության հետ։ Այսինքն ի տարբերություն գործող իշխանությունների մեր համար անընդունելի է իրական Հայաստան, այդ պատմական Հայաստան տարանջատումը, հայ-առաքելական եկեղեցու դեմ ոտնձգությունները, ընդհանրապես ազգային արժեքների դեմ ոտնձգությունները եւ ժողովրդի մեջ հենց այդ պահանջարկը կա, որ իդեմս մեզ իրենք պատկերացնում են, որ մենք ի վիճակի ենք Սամվել Կարապետյանի գլխավորությամբ պաշտպանել թե ազգային արժեքները, թե հայ-առաքելական Սուրբ եկեղեցին, ինչից որ սկսվել է այս ամբողջ պատմությունը կարելի ասել, եւ ընդհանրապես այդ արժեքային համակարգերի տարբերությունն է մեր հիմնական, այդ տարբերություններով է պայմանավորված մեր առավելությունը, ես կասեի, որովհետեւ չի կարելի ոտնահարել դրանք, չի կարելի մոռանալ պատմությունը եւ ժողովրդի հենց հիմնական հույսը կապվում է մեր հետ նաև այդ մասով եւ ընդհանրապես բարեկեցությունն է ժողովրդի, որ հետագայում ավելի բարեկեցիկ կյանքով ապրեն, աղքատություն չլինի երկրում եւ դրա մասին թվերն են վկայում, դա լոկ ցանկություններ չեն, վերջին 7-8 տարվա ընթացքում համեմատած մեր հարևան Վրաստանի հետ եւ այլ երկրների հետ ընդհանրապես շատ չնչին տոկոս է կազմում այդ աղքատության նվազումը եւ թե բարեկեցության առումով, թե ինչպես ես արդեն նշեցի, այդ ազգային արժեքների պահպանման տեսանկյունից այդ ամբողջի հետ ժողովուրդը մեծ հույսեր է կապում։ Ազգային արժեքների պահպանության տեսանկյունից նաև եկեղեցու հետ կապված այն ամենը, ինչ որ հիմա կատարվում է, ինչպես է գնահատում եւ արդյոք ժողովուրդը հասկանում է ձեր ասելիքը եւ հասկանում է, որ դուք ուզում եք եկեղեցու կողքին լինել հենց ժողովրդի միջոցով։ Ընդհանրապես եկեղեցու պաշտպանությունը տեղավորվում է այդ արժեքների պահպանման որպես մի մասնիկ կարելի է դիտարկել, ոչ թե եկեղեցին որպես առանձին ինչ-որ եկեղեցու պաշտպանություն, այդ արժեքների պահպանության շրջանակներում մի մասնիկ որպես կարելի է դիտարկել եւ շատ-շատերն են հասկանում, ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը կարծում եմ, դա ակնհայտ է եւ մենք շարունակելու ենք մեր ձևով այդ ուղղությամբ։